շինարարական բումը փուչի կա, թե դա կաշխատի։ Մի անհանգստացի։ Այդ շինարարական բումը դեռ երկար է շարունակվում։ Կառուցապատման շուկայում մնալու են հիմնականում խոշոր խաղացողներ։ Միաժամանակ Երևանում տրվել է 800 շինթույլտվություն։ Մայրաքաղաքի էկոլոգիական վիճակը ծանր է, օդի աղտոտվածությունը Երևանում հատել է կարմիր գիծը։ Հնարավորություն չկա այսօր կառուցապատողների համար ավելի մատչելի գնով սարքել օրինակ Արարատի մարզում Կապանում կամ այլտեղ։ Կա, բայց այն հնարավորությունը չի, որ իրանք կարողանան այդ ռիսկին գնալ, ռիսկը շատ մեծ է։ Պրոբլեմը ոչ թե նրանում է, որ առաջնորդներն են վախենում, որ իրենց կփոխարինեն, այլ հասարակ աշխատողն է վախենում։ Այս դարում կրթված մարդը արդեն հին է, այստեղ կրթվող մարդն է արդեն առաջանում։ Չի սպասել։ Ես մնացել եմ Չնջով քաղաքում 25 օր, 25 օրվա ընթացքում այնտեղ կառուցվեց մի հատ կամպեն։ Կամպեն մեր լեզվով ասած թաղամասն է։ Պարադոքս չկա, որ դու քո մրցակիցներին փորձում ես զարգացնել։ Չէ, որովհետև մի քիչ առաջ ասացի ես, որ ոչ մեկին որպես մրցակից չեմ նայում։ Քո բիզնեսին չես վնասում։ Ընկերներն են։ Ոչ։ Ողջունում եմ ձեզ, ես Դավիթն եմ, դուք դիտում եք Homodeus-ը եւ այսօր իմ հյուրն է Տարոն Բադալյանը։ Ողջույն Տարոն։ Ողջույն Դավիթ, ողջույն։ Խոսեցինք մինչև մեր ստարտը նրանից, որ հիմնականում արդյունահանող բիզնեսով զբաղվել են հիմնականում ձյաձեր, հոպարներ, որոնք որ եկել են այն սովետի ժամանակվանից, իդեպ այդ սովետական միության փլուզումից հետո մեծամասամբ այդ տեսակ բիզնեսները բաշխվեցին մարդկանց միջև, ովքեր այդ պայն ունեին մեծ գումարներ արդեն ու ձևավորվեց ինչ-որ օլիգարխիայի խավ հատուկ, որոնք մասնավորապես Ռուսաստանում մինչև հիմա շատ ակտիվ բիզնեսում են, մի մասը նստած են, Խադարկովսկի եւ այլն։ Հիմա իմ համար անկեղծ որպես կողքից նայող մարդ անհասկանալի է ոնց կարելի է հիմնել հանքարդյունաբերության բիզնես։ Օրինակ ես չգիտեմ ինչ որ տենց գնում եմ ընտանիքով միտեղ հանգստանալու, տեսնում եմ հեռվում ինչ որ արեցի կարող հանք է։ Գնում եմ սս փորում եմ, տենում հանքա, ինչ եմ անում, հետո գնում եմ բանը սեփականաշնորհում եմ այդ տարածքը կամ չգիտեմ վարձակալում եմ պետությունից, ուտեղ հիմնում եմ բիզնես, թե ոնց է լինում դա, որովհետև մնացած բիզնեսները հասկանալի է մարդկանց համար։ Դու մտածում ես product, մարքեթինգ ես անում, վաճառում ես։ Բայց հանքարդյունաբերության մեջ անհասկանալի է ոնց է սկսում այդ ամեն ինչը։ Ոնց է սկսում հանքարդյունաբերության բիզնեսը։ Մինչև բուն հարցիդ պատասխանեմ, մի հատ լավ սիրուն դեպք պատմեմ, հենց այդ սովետական ձյաձ կոչվածին, ուրեմն 4 տարի անընդմեջ Սոչիում մի հատ պրոյեկտի համար, հյուրանոցային պրոյեկտի համար մատակարարում են կարել ու այս տարի հունիսին, եթե չեմ սխալվում, սեփականատերը զանգեց, որ պրոյեկտը ավարտվել է, այս ինչ օրը բացումն է, հրավիրում եմ քեզ բացմանը։ Մենք իրար հանդիպել ենք մի օր։ Մեր այդ 4 տարվա պատմության մեջ մի օր ենք հանդիպել։ Վերջ ասացի, օքեյ, գալիս եմ, ինձ մի անգամից տոմսերը վերցրեցի, մեկնեցի Սոչի, այդ բանի հյուրանոցի բացմանը, ուրեմն այնտեղ after party վիճակ է իրիկունը ու այդ տիրոջ կինը մոտենում է, որ եւս զբաղվում է այդ բիզնեսի մեջ է իր այդ։ Ծանոթացնում են ինձ ու իրան, ասում է ոնց։ Ինքը ռուս ասում է ինձ միշտ որ ասել են ես պատկերացրել եմ Տարոնը տենց 50 անց մեծ փորով ձյաձա ու ինքն ասաղ այդ հարցերը կարգավորում ես չեմ պատկերացրել որ կարա սենց երիտասարդ տղա լինի ու հա հենց քո ասածի մեջ մարդիկ միշտ տեսնում են մեր ոլորտի մեջ այդ տենց հին ու նաև որոշակիորեն հա ստանդարտացված մարդկանց բայց դա տենց չի ոչ միայն մեր մասով եմ ասում, նաև քանի որ հիմա միության շրջանակներում շփվում եմ ավելի հաճախ արտադրողների, այդ հանքարդյունաբերողների միությունը, քար արտադրողների միությունն է, ու ասեմ որ տենդենց կա, նախ տենդենց կա երիտասարդ սերունդի ներգրավման, ինքն այն նույն հին ձյաձերը ոնց որ ժառանգել են իրանց երեխաներին, երիտասարդ սերունդին ու իրանք են հիմա զբաղվում։ Այդ շատ լավ է ու շատ գովելի է։ Ինչ վերաբերվում է հանքարդյունահանմանը, տես ուրեմն process-ը ոնց է սկսվում։ Առաջի հերթին մինչև դիմել համայնք կամ պետություն կամ լիցենզիա, դու ինքդ պիտի իմանաս այդ տարածքում քեզ ոնց որ պիտանի պաշար կա թե չէ։
Բայց դու պիտի փորես, չէ՞ այդ։ Ռազվեդկա է կոչվում ինքը ռուսերեն բառը, սովետից եկած։ Հետախուզում, այո, այդ տարածքի վրա հետախուզում ես իրականացնում, հորատ մեքենաները գալիս են, ծակում են, մեջից հանում ենք ասենց գրունտի, բջկեք քարային, հա, ըստ մետրաժների դոկումենտացիա է արվում, որ մետրի վրա, որն է դուրս եկել, ինչ շերտի ենք հասել, ասենք 5 մետրի վրա հասել ենք 10 սանտիմետրանոց հողային շերտի, կամ 10 մետրի վրա ենք հասել, կամ 10 մետր իջել ենք քար չի եղել, մենակ հող ա եղել, տենց օրինակ 10 հեկտար տարածքի վրա անում ես մոտավորապես 7-ից 10 ծակ։ Որի արդյունքում գլոբալ շերտը, իհարկե եթե դու դրա մասնագետն ես, իմ բախտը այդ հարցում այնքանով է բերել, որ հայրս ոնց որ բուն այդ մասնագետն է ու ինքը Հայաստանի սարերով ու հանքերով սաղտեղ շրջել է։ Այդ իրանից ոնց որ իմ օգուտն է եղել, այդ մասնագիտական խորը վերլուծությունը ինքն է արել։ Որից հետո արդեն հասկանում ես, հաշվարկում ես ինչքան խորանարդ մետր ծավալ կա, համեմատում ես պետական, հա, տեսչական մարմնում եղած դոկումենտացիայի հետ, իրանց հաստատած պաշարներով ինչքան է հանույթը, ու արդեն որոշում ես կայացնում ներդրում անել, թե չանել։ Եթե որոշում ես, որ հա այդ տարածքը օքեյ է ու կարելի է ներդրում անել, այդ ժամանակ նոր դիմում ես համայնքին, տարածքը վարձակալում ես, հանքային տարածքը պետությունից գնման իրավունք չունես։ Մենակ վարձակալությունը։ Ու վարձակալելուց հետո հիմնականում մեր մասով հանքային գոտիները ելնում են որպես իրանց նշանակության բարոտավայր, որտեղ հանքարդյունանման իրավունք բարձր որ դու չունես։ Դիմում ես արդեն պետական մարմիններին, համայնքին, նշանակվում են լսումներ են անցկացվում, անցնում է փորձաքննություններ, մինչև անցած տարի, եթե չեմ սխալվում, 4 լսում էր անցկացվում, անցած տարվանից հետո փոխեցին 2 լսում, մի հատ սկզբում, մի հատ վերջում, բայց միջակայքում մոտ տարի ու կեսանոց process է ընթանում, որտեղ շմակ կա, ասենք փորձաքննական կաբինետ կա, որ գալիս է, չգիտեմ, կենսաբաններն են եւ այլն եւ այլն։ Ամեն մեկը իր մասով իր ոնց որ եզրակացությունը տալիս է, այդ եզրակացության հիման վրա վերջի լսումը համայնքապետարանը եթե հաստատում է, գնում է արդեն տարածքային կառավարման նախարարություն լիցենզավորման, լեռնահատկացման ու լիցենզավորման։ Դու ստանում ես լեռնահատկացման ակտ պլյուս լիցենզավորում, որի հիման վրա դու իրավունք ես ստանում այդ տարածքը օգտագործել որպես հանք։ Բայց ինքը սկզբնականից մինչև վերջ մոտ 2 տարի process է։ Այսինքն եթե բիզնեսի բացմանը պահանջվում է 2 տարի, օրինակ իմ բիզնեսը բացելու համար ինձ պահանջվում էր մի քանի օր, ես տենց տառապում եմ այդ մտքից, որ պիտի գնամ գրանցումներ անեմ, փաստաթղթավորում, հետո բանկ, հետո հերթեր եւ այլն։ Այսինքն այս բիզնեսը այնպեսին է, որ իր մեջ հիմնականում լինում են մարդիկ, որոնք արդեն ինչ որ փորձ, ինչ որ ժառանգություն ունեն այդ բիզնեսից, իսկ չի կարող բայց IT-շնիկը որոշի մի օր վաղվանից հանքարդյունաբերությունը։ Ստեղ կա 2 տարբերակ, որից մեկը հա այնա, որ մարդիկ այդ բիզնեսի մեջ եղել են, ոնց որ մենք, իսկ սկզբանե մեր բիզնեսը եղել է որը 2000-ականներից այս կողմ, եղել է հանքը որպես բիզնես կառուցել ու վաճառել, կամ պատվերով ինչ որ մեկի համար կառուցել հանք։ Մենակ այս հանքն է, որ 15 թվականին երբ որ ծառայությունից վերադարձա, ոնց որ բացեցինք ու որոշեցինք, որ սա պետքա ոնց որ մնա ու զարգանա։ 15 թվականին ես վերադարձել ծառայությունից, բայց բանից ուսումից հետո։ Ես 16 թվին եմ հետ եկել ծառայությունից, այսինքն տան դու մոտավորապես մի 33-34 տարեկան։ 33։ Ստվոց։ Չէի սպասում։ Ոչ չէի սպասում։ Ասենք ասում էի, հա, լավ, երիտասարդ։ Պաստորեն դու էլ ես ձիաձի աշկերտ։ Ես նայում եմ, ասում եմ, լավ, դե երիտասարդ, բայց ասենք խոսքը դու 40 գոնե, էլի։ Դու շատ լավ պահպանված 40, բայց 40։ Ասենք, բայց որ կլինես 33 տարեկան, այդ շոկ էր։ Հա, 33 տարեկան ու հանքարդյունանում տեսել եմ 13 տարեկանից։ Այն ժամանակ չկային այս հաստոցները, չկային իտալական աշխատելավոճը, սենց ասած, աշխատվում էր մենակ պայթեցումներով, ինքն սարը պայթեցնում էին, մարաստում էին, սարքում էին հումք ու այդում էր արդեն արտադրման։ Այդ ժամանակ ես 13 տարեկան էի ու
Ամառային արձակուրդերին միշտ պապայի հետ բարձրանում է այդ պայթեցման process-ը, ինձ sense մի հատ ուրիշ հաճույք էր էլի պատճառում, ու ինքը կատարվում էր հին սովետական մեթոդով, ինչ որ սարքեր էին տեղադրվում ու մի հատ կնոպկա էր sense ասած։ Այն բանի պես չէ, որ sense այդպես բանը։ Մուզիկներում են շատ դնում, որ բանը անում տրակումը։ Այդ մենակ այդ կնոպկեն սխմելու համար ես ոնց որ բարձրանում եի, այդ իմ աշխատանքն էր, ես այդ կնոպկեն սեղմելու ու այդ հաճույքը այդ վաղտվանից զգացել եմ։ Հետո բարեբախտաբար քանի որ այդ պարագայում վտանգն է մեծ, բնության աղտոտումն է մեծ, զարգացավ ոլորտը միջազգային տեսանկյունից նաև Իտալիայից եկան նոր տեխնոլոգիաներ։ Ու եկան նոր տեխնոլոգիաներ, եկան կտրման process-ներ ու հիմա մեր հանքում մենակ կտրվան process է։ Մեր մոտ չկա ոչ պայթեցում, ոչ քանդում, ու քարի սպეციფიկ նշանակությունն էլ կապ ունի, օրինակ բազալտի կամ տուֆի պարագայում չեն կարա այդպես անենք։ Բազալտն ու տուֆը քանդելու օրինակ էքսկավատորներ են, որոնք սարը քանդում են, որովհետև ճաքերն են շատ եւ այլն, այդտեղ մեծ նյուանս կա էլի։ Տրավերտինի պարագայում փարկաստու ունենք այդ հնարավորությունը, ոնց որ չպայթեցնելու ու կտրելու։ Կտրվում է իտալական սիստեմայով, իտալական տրոսներով, իտալական հաստոսներով ու ընդհանուր առմամբ ինքը դառնում է մի շատ գեղեցիկ միջավայր, բացի այն որ ինքը հանք է, ինքը շատ էսթետիկ տեսք ունի։ Մանավանդ մեր մոտ մենք դրա վրա շատ ուշադրություն ենք դարձնում, օրինակ մեր նոր երկրորդ հանքը իրար կապած են, բայց մենք տարանջատել ենք, էլի։ Անկամ այդ տեխնիկաների անցնող փողոց ասեմ թե ճանապարհ ասեմ, իրանք անվանումներ ունեն, ցուցանակներ ա դրած, Տիգրան Մեծն է, բրենդինգ է կարել, հետել եք։ Գնացել ենք այդ ուղղությամբ, որ ինքը պետքա մարդ այդտեղ լինելուց, նաև պետքա հաճույք ստանա, բացի աշխատանքային process-ը, էլի։ Այո։ Իսկ լինում է, որ օրինակ ինչ որ տարածք եք ընտրում, որ տեղից քար եք արդյունահանելու, քանդում եք, այդ նախնական ուսումնասիրությունն ու ոսկի եք հայտնաբերում։ Չէ։ Շատ մեծ ցանկություն կունենայինք իհարկե, բայց չէ, հանքային գոտիները իրարից տարանջատվում են։ Օրինակ քարերը ունեն իրենց կոնկրետ պարունակությունը, տրավերտինը հողի եւ ջրի խառնուրդ է, կալցիում CO3։ Բազալտը տուֆը դրանք բանի մնացորդներ են, հրաբխային մնացորդներ են։ Այսինքն որտեղ կա բազալտ, որտեղ կա տուֆի հանքավայր, այդտեղ նշանակում է, որ միլիոնավոր տարի առաջ եղել է հրաբխային կենտրոն։ Որտեղ կա տրավերտին, այդտեղ նշանակում է, որ եղել է ջուր։ Ծով է եղել, թե լիճ է եղել է ջուր։ Դրանից ելնելով, ոսկին ինքը մետալուրգիական է ավելի շատ, դրա համար մեր տարածքներում այդ չկա։ Նավթ, ոսկի եւ այլն։ Չէ, այդ չկա, այդ չեն քննարկում։ Կարող է ինչ որ մեկը, կուշով ինչ որ միտեղ պահել է, սունդուկի չի եղել, չէ՞ սունդուկ։ Չէ, սունդուկ չի եղել, բայց հույս ունենք, որ կլինի։ Դեռ երկար ժամանակ կա արդյունքում։ Հետաքրքիր է։ Էկոստեպը արևային պանելների մասին չէ, այլ ֆինանսական արդյունավետության։ Այստեղ տեղադրված է Հայաստանի տանիքային ամենախոշոր արևային կայանը, ընդհանուր 2.5 մեգավատ հզորությամբ։ Այն ամեն ամիս խնայում է այս գործարանի համար ավելի քան 150 միլիոն դրամ, եւ դա անշուշտ ֆինանսական արդյունավետության մասին է։ Դե ինչ կանաչ քայլ կատարելու հերթը ձերն է։ Իսկ Homodeus պրոմոկոդով արևային կայան տեղադրելու դեպքում կստանաք հատուկ քեշբեք, որը ի դեպ փոքր թիվ չէ։ Մանրամասների համար զանգահարեք 8124 կարճ համարին եւ ձեզ ամեն ինչ կպատմեն, կամ թողեք զանգի պատվեր Ecostep AM կայքում։ Հանդիպենք։ Հետաքրքիր է։ Նայ, հիմա ժամանակները ոնց որ ամեն ինչ տանում են նրան, որ նույնիսկ այն ոլորտները, որոնք առաջ շատ պոպուլյար էին, քիչ տեղափոխվում են դեպի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, ավտոմատացվում են առնվազն։ Ես գիտեմ, որ ակտիվ զբաղվում ես դրանով ու նաև ժամանակակից ես դարձնում ավելի քարի արտադրության process-ը, բայց կա մի հատ տեխնոլոգիա, որը sense չի հարցնում ժամանակ, տեղ ու
սպասելիքներ ընդհանրապես ինքը գալիս է ու բոլորը սպասում ենք այդ գալուն, խոսքը արհեստական բանականության մասին է։ Արհեստական բանականությունը հիմա մարդկանց թույլ է տալիս տնից աշխատել, մարդկանց թույլ է տալիս աշխատանքը կրճատել, շատ բաներ, լավ հնարավորություններ ստեղծում է ու այս առումով մարդիկ նախ հանքարդյունաբերողները չունեն խնդիր աշխատող ներգրավելու, որովհետև մարդիկ հիմա որ տղան համալսարանում սովորում է, չի պլանավորում համենայն դեպս մեծամասնությունը գնալ հանքարդյունաբերության ոլորտ։ Լավ կլինի որ գնան, ուսումնասիրեն ու հետագայում իրենք այդ հանքերը ղեկավարեն, բայց նախ ընտրում են մեծամասամբ գնալ դիզայն, SMM, մարքեթինգ, ինչ ոլորտներ, որտեղ չգիտեմ, սառոճկայով կնստես մաքուր, ոչ փոշի, ոչ բան։ Այս մարտահրավերը ու ընդհանրապես արհեստական բանականությունը ոնց է ծառայեցնում ձեր գործին հանքարդյունաբերողներով, ոնց են դա տեսնում։ Նախ անդրադառնամ աշխատուժի հետ կապված, անդրադառնամ դրան։ Աշխատուժի խնդիր ամբողջ ոնց որ Հայաստանի Հանրապետությունը, այտենց էլ մեր ոլորտը միշտ ունեցել է, ունի եւ ոնց տեսնում եմ մոտ ապագայում ունենալու է։ Մենք մեր բիզնեսի մեջ որպես կանոն փորձով մարդ ներգրավելու պահանջ չունենք։ Մեզ պետք է ընդամենը երիտասարդ նպատակասլաց մարդ, որ կուզենա սիրի այդ ոլորտը։ Այդ ոլորտը մինչև չսիրես, մինչև դու քեզ այդտեղ չտեսնես, առաջ խաղացում չի ստացվի։ Բայց մեր երիտասարդներին, որպես կոչ ասեմ, որ հանքարդյունաբերության մեջ, երբ որ դու աճում ես, զարգանում ես ու ինչ-որ լեվելի հասնում ես, շատ ավելի մեծ բյուջե ու շատ ավելի մեծ գումար վաստակելու հնարավորություն կա, քան այդ նույն AI-ում կամ մարքեթինգում կամ SMM-ում։ Հետաքրքիր է։ Իրականում, ես ցավով եմ ասում, որ մեր երիտասարդությունը, ես էլ եմ չնայած երիտասարդ ինձ համարում, բայց մեր ուսանողական, հիմիկվա ուսանողական սերունդը քո ասացի պես չի գնում այդ ուղղությամբ։ Հեշտ փող աշխատելու, կարիքը կա ու մտածմունքը կա։ Իրականում հեշտ փող աշխատելը ավելի քիչ է բյուջեով, քան այդ նույն հանքարդյունաբերման կամ քարարտադրության ոլորտում փող աշխատելը մանավանդ այսօրվա մեր շուկայի պայմաններում, էլի, մեր շինարարական բումի պայմաններում։ Ինչ վերաբերվում է արհեստական բանականությունը, իմ համար ինքը շատ մեծ, գլոբալ ու խոր ուսումնասիրման թեմա է եղել։ Առաջի անգամ արհեստական բանականության մասին քննարկում եմ ունեցել մեր Ռուբենի հետ Հայրապետյան, Մատենա բիզնես դպրոցի։ Ու երբ որ խոսում էինք, ինքը ներկայացնում էր, ինքը մի հատ շատ սիրուն սլայդ ունի սարքած, արհեստական բանականությունը, այսօր սաղին այդ հարցը տանջում է, ումա փոխարինելու արհեստական բանականությունը։ Իրականում արհեստական բանականությունը փոխարինելու է բոլոր նրանց, բոլորին, բացի առաջնորդներից։ Կապ չունի դու մարքետոլոգ ես, SMM ես, նկարող ես, վիդեոգրաֆ ես, եթե դու առաջնորդ ես, այդ նույն արհեստական բանականությանը դու ծառայեցնում ես որպես գործիք։ Երբ որ դու մտածում ես, որ արհեստական բանականությունը քեզ փոխարինելու է, ինքը քեզ ինչ որ միտեղ փոխարինում է, որովհետև դու իր հետ չես հարաբերվում որպես գործիք։ Հիմա ես այդ տեսանկյունից նայել եմ արհեստական բանականությանը որպես արտադրական process-ների, վաճառքի բաժնի, մարքեթինգային թիմի, ներդրում, ներգրավում ու ոչ թե ազատել եմ մարքեթինգի թիմին, այլ ոչ իրանց էլ բերել եմ այն դաշտ, որ օգտագործեք որպես գործիք ձեր արդյունավետությունը բարձրացնելու համար։ Նույն պարագայում ես ունեմ մեր արտադրության համար գրած ChatGPT-ի բազայի վրա AI-ներ, ունեն այդ հնարավորությունները, որ ինչ որ ամեն մի AI կոնկրետ process է անում, կոնկրետ ինչ որ խնդիր է լուծում իմ համար։ Օրինակ իմ մոտ կա երիտասարդ տղա նստած օֆիսում, հանքում, ով որ ներդրում է, գրում է ամեն օրվա արտադրական թվերը, որ հաստոցի ինչ արտադրողականություն ունեցավ, որ հաստոցի ինչ արտադրանք տվեց, քանի քառակուսի մետր արտադրանք մտավ պահեստ, ու դրա ու պատվերներն էլ ինքը ոնց որ on-line կապ ունի մեր սերվերի հետ, ինքը պատվերները գիտի, սովորում է, ու ամեն առավոտ կամ ամեն երկուշաբթի առավոտ արտադրության պետը կարա մտնի գրասենյակ, մի հատ control print-ի արդյունքում ստանա արտադրական պլանը իր մի շաբաթվա ոնց որ արտադրության համար ու այդ աշխատի։
Այդ ամբողջ կետին եկել հասել ենք, կա այդ հնարավորությունը։ Պետք չի արտադրության պետերին պարտադրել, որ իրանք տենց պետքա անպայման բարձրագույն կրթություն ունենան կամ շատ լավավոր ունենան, բայց դրան կարելի է փոխարինել, մանավանդ այս մեր աշխատաշուկայում կարելի է փոխարինել։ Այսօր ասեմ ավելին, նույնիսկ AI իմացությունն է դառնում ավելի կարևոր, քան բարձրագույն ամենապահանջված մասնագիտությունն է, բայց էդ էլ ունի, հա, prompt engineering-ը որպես բարձրագույն մասնագիտություն պետք է IT կամպանիաներին, high level Elon Musk եւ այլն։ Մեր նման են, որ ասում են հասարակ մահկանացուներին, պետք է ընդամենը այդ նույն ChatGPT-ի բազայի վրա ստեղծել prompt engineer GPT, ով որ քո համար կգրի prompt-եր։ Ու всё, ինչ պետքա, դու գրում ես, ինձ պետքա գրել prompt, այսինչ թեմայով, նպատակը այսինչ, եթե հարցեր ունես, տուր։ Ինքը 5-6 հարցի ոնց որ պատասխանի օգնությամբ քո համար գրում է իդեալական prompt, որը տեղադրում ես ու ստանում ես այն ինչ որ ստանում ես, որպես քեզ օրինակ։ Կարում ես պլանավորես արտադրություն, կարում ես պլանավորես վաճառքի թիմ, ամեն ինչ իր միջոցով, բայց ոչ թե իրան վերում ես քո փոխարեն, այլ իրան օգտագործում ես որպես գործիք։ Ես օրինակ ունեմ գրած Տարոն Բադալյան personal strategic partner GPT-ին, ու իմ համար շատ հետաքրքիր էր իր ոնց որ փորձարկումները ChatGPT-ի բազայի վրա։ ChatGPT-ի բազայի վրա տվել եմ ամբողջ այն գրականությունը, որը ես եմ ոնց որ ուսումնասիրել, ինսայթները, իր ռամկաները, սենց ասած, հա, ու 10 տարբեր ընկերների, ասել եմ, ոլորտային, հա, որպես արտադրական process-ների կառավարում, որպես հանքարդյունանում եւ այլն, մտեք, ձեր հարցերը տվեք, ինձ ոնց որ պատասխանները չասեք։ Այդ նույն հարցը հետո ինձ կտակ ու կհամեմատենք ինչքանով է ինքը պատասխանում նենց ոնց ես կպատասխանեի օրինակ։ Բարեբախտաբար կարամ ասեմ 80-ից 90% հավանականությամբ ինքը պատասխանել է ճիշտ նենց ոնց ես։ Ու այդ ինչ հնարավորություն է տալի իմ բոլոր գործընկերներին տալիս եմ այդ GPT-ին, ովքեր որ ունեն խնդիր իրենց արտադրությունում, որ ժամանակային կորուստ չլինի, ռեսուրսի կորուստ չլինի, կարողանան իր այդ շփվեն ու ստանան այն պատասխանները, որը զանգի արդյունքում կարա ես տա իրանց։ Ու այս ամեն ինչի հիման վրա ստեղծված է մի հատ գլոբալ բազա, որտեղ մեր աշխատակիցները աշխատում են։ Ամեն մեկի վաճառքի բաժնի համար իր GPT-նա գրած օրինակ վաճառքի բաժինը օգտվում է մի GPT-ից, Smart-ա կոչվում, էլի ես եմ գրել, դիզայն պրոյեկտը 100 էջանոց տալիս ես իրան, ինքը բան անում, ուսումնասիրում է ու քեզ տալիս է, ասենք, ինչ ուզում ես, սմետա, դուրս է բերում քարի չափերը, դուրս է բերում մինչև կորպորատիվ առաջարկի փուլ, ինքը կարող է ինքնուրույն անի ու այդ տևում է ընդամենը 10 րոպե։ Բացի բանակցելուց այդ ամեն ինչը ինքը անում է։ Այդ ամեն ինչը ինքն է անում։ Կար ժամանակներ, որ մեզ ուղարկում էին, ասենք, այդ պրոյեկտը, մենք 3 հոգով մի 10 օր հատիկ ամեն չափը, ամեն գծագիրը, ամեն դետալը դուրս էինք բերում, հաշվարկում էինք, այդ կոմերցիոն առաջարկի բանը, process-ը տևում էր 10 օր։ Հիմա տևում է 10 րոպե։ Լավ է թե վատ, իհարկե լավ է, որտեղ վերաբերմունքն է ճիշտ։ Դե միանշանակ համաձայն եմ այդ ամենի հետ, բայց մի հատ sense հարց կա էլի այս ամենի հետ, տենց թաքնված հարց է ինքը, ոնց որ նույնիսկ sense դարձած լինի ինչ որ բան, մարդիկ դրա մասին չեն խոսում, որ չլինի։ Պրոբլեմը ոչ թե նրանում է, որ առաջնորդներն են վախենում, որ իրենց կփոխարինեն, այլ հասարակ աշխատողն է վախենում, որովհետև առաջնորդը իրան հիմա էլ է լավ զգում։ AI-ի ժամանակ էլ ինքը կկարողանա գտնի լուծում ամեն դեպքում։ Շատ դժվար է փոխարինել իշխանությունն ու առաջնորդում, իսկ առաջնորդումը ենթադրում է որոշակի իշխանություն։ Շատ դժվար է դա ավտոմատացնել կամ փոխարինել, բայց շատ հեշտ է փոխարինել միապաղաղ աշխատանքը, կրկնվող գործը եւ այլն։ Աշխատաշուկայի հիմնական վախերը դրանում են կապված։ Այսօր առավոտ Bloomberg-ի կարդում ու պատահական բերեց մի հատ sense հոդված, որ AI ստարտափների հիմնական են IT թիմը, որը զբաղվում է պրոյեկտներով 18+ ռազվրատ ահավոր բաներով են զբաղված,
ու թմրանյութեր եւ այլն ու տենց խմբով, իրանց IT թիմերի խմբով պատճառաբանում են, որ մեկը 2035 մինչև եթե այս տեմպերով գնաց, արհեստական բանականությունը մեր շուկան լրիվ վերափոխելու է, այսինքն ոչ թե մասամբ, ոնց որ մենք հիմա ունենում ենք sense ինչ-որ փոքր քայլ առ քայլ կատարվող փոփոխություններ ու մենք հասցնում ենք ադապտանալ, ինչքան էլ որ արագ է լինում, բայց միևնույնն է հասցնում ենք հասկանալ, ադապտանալ, բայց այս նոր փոփոխությունները ասում են անհնար է լինելու ուղղակի դրանց։ Նու ես չեմ ուզում ալարմիզմով զբաղվել ու քարոզով, որ վատա, իհարկե դրա մեջ դրականը կա։ Բայց այս Sam Altman, չգիտեմ, Anthropic-ը, որ զբաղվում Alphabet-ը, Google-ի, բոլորը միլիարդներ են դնում ու հիմա ով դուրս է գալիս, ասում է, որ ես AI ստարտափ եմ պատրաստվում անել, փողը տալիս են։ Ու 80% ստարտափները AI-ի պրավալնի են, ի սկզբանե պրավալնի են, բայց փող տալիս են։ Ինչա լինելու հասարակ մարդկանց հետ քո կարծիքով արհեստական բանականությունը եթե սկսեց փոխարինել օրինակ բազային մտավոր աշխատանքը օրինակ առաջին հերթին ինքը կարողանա փոխարինել մարքետոլոգներին որովհետև գովազդ գեներացնելը ավելի հեշտ է տրվում AI-ին քան քարը կտրելը որովհետև դա մի քիչ նրբություն է պահանջում եւ այլն օրինակ ատամ սարքելը ինչ-որ մոտորիկա մանր որը ավելի բարդ է փոխարինել ինչ են անելու մարդիկ այդ ժամանակ քո կարծիքով իհարկե ստեղ կա ոնց որ բևեռի երկու կողմ Դավիթ ջան ասեմ ես դրան եւ դրական եմ վերաբերվում այն ասպեկտով որ այն մարդիկ որ այսօր առաջ ընթացի զարգանալու է միտում մոտիվացիա չունի դա ինչ որ կերպ գոնե կստիպի այդ մարդկանց մոտիվացվել շարժվել առաջ հա ինչ որ ոլորտ փոխել կոմֆորտից դուրս կգան ոչ մի հաջողություն ըստ ինձ կոմֆորտի ներսում չի լինում պետքա կոմֆորտից դուրս գաս ունենաս հաջողություն հետո այդ կոմֆորտը այն շատ փոքր չափաբաժիններով թողես քո կյանք ես համենայն դեպս տենց եմ մտածում ու իմ փորձն է տենց ցույց տվել հա կա տենց բան որ մեր ժողովուրդը որոշակի ըստ ինձ կոմֆորտի մեջ է ու շատ դժվար են իրանք կոմֆորտնի զոնայից դուրս գալիս այդ առումով կուզեմ իհարկե որ գա որ մարդիկ մի քիչ հիմա կարողա շատերը ինձ ոնց որ sense բաներով հա կան բայց ամեն դեպքում կուզեմ որ մարդկանց ստիպեն կոմֆորտի զոնայից դուրս գալ իսկ ընդհանուր առմամբ որ վերափոխվելու է իր վատ կողմերը ունի իհարկե ռոբոտաշինությունն է զարգանալու այդ նույն անգամ քարարցունահանման մեջ այդ նույն ատամնաբուժության մեջ հա հիմա կան ռոբոտներ ովքեր միաժամանակ 5-6 գործողություն կարողանում են կատարել վիրահատություն են անում սրտի վիրահատություն են անում այո այդ դրա դեմ ոչ մեկը ցավոք սրտի չեն կարենալու առնենք ուրեմն ինչ ամնում պետք է համակերպվենք ու հասկանանք իրան ոնց կարելի է դարձնել ֆինանսական միջոց հա իրանով աշխատել գումար այդ լավ հնարավորություն է եթե օրինակ մեկը այդ քո ասած ստարտափները որի սկզբանե է իրանք պրավալնի ստարտափներ են գոնե 10%-ը պրավալի չգնա ու կարենա ստեղծի այտենց գործիքներ դա էլ է չէ ֆինանսական միջոց այդ ստարտափի հիմքում կանգնած մարդը գեներացնում է գումար բայց փոքր թվով այդ մարդիկ շատ փոքր թիվ են կազմում մենք օրինակ Yuval Noah Harari գիրքը վերջին Nexus-ը դրա մասին էր խոսում որ հա լավ է շատ դրական բաներ կա դրա մեջ որ շատ մարդիկ շատ փող կաշխատեն շատ հիվանդություններ կբուժենք որովհետև կունենանք նոր հնարավորություններ ուսումնասիրելու ավելի մեծ դատա բայց միաժամանակ մենք ունենք խնդրեմ օրինակ տեքստիլում մեծ թվով մարդիկ աշխատում են Բանգլադեշում Հնդկաստանում ու մեր հա Բանգլադեշը չէ ուրիշ Բանգլադեշ ու այդ մարդկանց պերեկվալիֆիցիրված անելու խնդիր կա, որովհետև նրանց մեծամասնությունը 30-ը բոլորել է, դժվար է վերապատրաստվելու ու շատ դժվար է օրինակ արտադրության մեջ մեխանիկական գործ անողին վերապատրաստել դարձնել ՏՏ մասնագետ։
այդ անհնարինի ժանրից է։ Այդ տաքսիստներին ավտոպիլոտ մեքենաներ եկան, պետքա տաքսիստների համար մտածենք ինչ են անելու այս մարդիկ։ Okay, ինչ որ մի մասը կլինի մեջը, ինչ որ մի տոկոս, 10%, 5%, որը ընդունակ է, կրեատիվ է, կգնա սեմինարների, ստեղ այնտեղ կվճարի, կուրսեր կանցնի, կսովորի, նոր մասնագիտություն ձեռք կբերի, բայց մեծ մասը կանգնելու է խնդրի առաջ։ Հարարին ասում էր, որ պետությունները կսկսեն սոցիալական ծրագրեր դնել, նպաստ տալ մարդկանց, ու այդ մարդիկ, որոնք չեն կարողանում իրենց տեղը գտնել նոր տնտեսական պայմաններում, ուղղակի նպաստով բավարար գումար կստանան, կապրեն իրենց համար։ Եթե միջազգային բանը վերցնենք, հա, ոլորտը վերցնենք, հա, գալու է ինչ-որ մի բան, որ այդ խնդրի առաջ կանգնելու ենք։ Բայց եթե մենք հիմիկվանից իրան վերաբերվենք որպես ապոկալիպսիս, այդտեղ էլ կգնանք։ Մենք հիմա, քանի որ մենք հիմա 25 թվականում ենք, խոսում ենք 30-35 թվականների մասին, որ ամբողջությամբ գրավելու է, մոտավորապես այդ ժամանակներում է գրավելու։ Իսկ մեզ ինչ նախանգարում, որ այս բայից սկսած, քանի որ մենք կոպիտ ասած ապագան գիտենք, որոշակի հիմիկվանից սկսենք իրանց հետ, այդ նույն տաքսիստների հետ, չգիտեմ, աշխատուժի հետ գալ, հա, իհարկե խնդիրը մեծ ալնելու, բայց գոնե երիտասարդ, հա, այդ նույն 30-նանց, 40-նանց մարդը, որ այդ տարիքում արդեն լինելու, ինքը ունի իր երիտասարդ ժառանգը։ Այո։ Մենք հիմա պետքա կենտրոնանանք նրա վրա, որ այդ ժառանգներին կրթենք, որ այդ մարդը, հա, 40-ից հետո իրան ոնց որ հարիջ կամ իր մասնագիտական աշխատանքը չունի, բայց իր սերունդը այնքան լավ է վաստակում, որ ինքը աշխատելու կարիք չունի ու նպաստ ստանալու կարիք էլ չունի, որովհետև ես նպաստ տալուն կամ նվիրաբերությանը, հա, մի քիչ դեմ եմ գլոբալ առումով։ Ես այն կարծիքին եմ, խալյավան լավ բան չի։ Խալյավայով չի կարելի էլի ու պետք չի խալյավային սովորացնել, սենց ասած։ Հա, իդեպ այդ խալյավային սովորացնելը մեծ վտանգներ ունի նաև դրանով, որ նրանք, ովքեր ընդունակ են գործանել, նրանք էլ կարան չանեն։ Մարդու բան։ Ես ունեցել եմ աշխատակիցներ, որ զուտ, հա, այդ նպաստ կոչված նպաստան, իրանք մասնագետ են, իրանք աշխատել են, եկել է մի պահ հնարավորություն են ունեցել նպաստ ստանալու։ Իրանք աշխատանքից դուրս են եկել, որ կարողանան նպաստել։ Որ կարողանան այդ նպաստը, որը անհամեմատական է իրանց աշխատավարձի հետ, հա, 10 անգամ, 15 անգամ քիչ գումար է, բայց խալյավա է, ուրեմն պիտի օգտվենք։ Այդ մի անգամ հիշում եմ, օրինակ ինձ քարտ է coffee house-ի հետ training էինք անում ու ինձ նվեր քարտ էին տվել, որտեղ կա 8 հնարավորություն անվճար սուրճ խմելու, գնացել եմ մասնաճյուղ այդ երեխուն տալիս եմ, ասում եմ ինձ մի հատ սուրճ, անունը տալիս եմ, ասում եմ այս սուրճից, ասում եմ մեծը թե փոքրը, ասում եմ փոքրը, ասում եմ այս քարտով կարաք մեծը վերցնեք, մեծը վերցրեք, ասում եմ չեմ ուզում ես մեծը վերցնեմ, ինձ փոքրն է, ես այդ չափաբաժինն եմ խմելու։ Մեկը անվճար կա, մեծը վերցրու, կարաս վերցնես։ Այդ հոգեբանությունը մարդկանց մեջ կա, իդեպ այդ տարօրինակ չի մարդիկ, որոնք փորձում են հիմա, եթե կա հնարավորություն, ավել քաղեն, բաց չթողնելով շանսը։ Այդ մտածելակերպի խնդիր է, իդեպ այդ մտածելակերպը առանձին թեմա է, կարող ենք մի օր այդ թեմայից երկար խոսել։ Հիմա ավելի մեծ մենք ավելի մեծ խնդրեմ ունենք, որ դու Նասիմ Թալեբ կարդում ես, սիրում ես։ Չէ։ Խորհուրդ կտամ կարդա, նախ իր գրքերը նենցա, որ չես կարող մեկը կարդաս, մյուսը չկարդաս։ Ինքը տենց առնվազն 4 գիրք կա, որոնք որ պետքա տենց իրար հետևից կարդալ։ Одураченные случайностью, հետո Черный лебедь, հետո Антихрупкость, հետո Рискуя собственной шкурой։ Կարող ես ուղղակի Черный лебедь-ը կարդալ։ Նասիմ Թալեբը ռիսկի ուսումնասիրությամբ է զբաղվում, հավանականության ուսումնասիրությամբ է զբաղվում ու շատ է սիրում ասել, որ մենք երբեք կան ռիսկեր, որոնք մենք երբեք չենք կարող հաշվարկել ու կանխատեսել, որովհետև դրանք լրիվ հավանականություն են, այլ ոչ թե հաշվարկ։ Պատմությունը միշտ post factum հետ ենք նայում, ասում են մենք հա, ասենց կարայինք կանխատեսենք, բայց այդ միշտ բան ռետրոսպեկտիվ բանա հետ նայելուց քեզ թվում է, որ դու կարող ես դա հաշվարկել ու կանխատեսել, բայց իրականում պատմության ուղիները միշտ մութ են ու անհասկանալի։ Մենք հիմա չգիտենք ուր կգնա, բայց սա հավանական սցենարներից մեկն է։ Ամենայն դեպս կարծում եմ ճիշտ ես ասում, որ պետքա նախ մարդիկ պետքա հասկանան, որ սա կոլեկտիվ լուծվող խնդիր է, այսինքն իրանք մենակ չեն կարա դա հաղթարեն։
ու երկրորդ, որ առաջվա մեթոդներով չեն կարող շարժվեն, ավարտեցիր վերջ, գնա աշխատի։ Պիտի շարունակես միշտ մնալ ալիքի վրա, մնալ զարգացման տեմպի մեջ, որովհետև աշխարհը պահանջում է դա։ Այսօր ոչ մեկ չի սпасելու, այնա թե որ դիպլոմ ունես, քեզ ընդունեն ցանկացած տեղ, ցանկացած բան։ Մի հատ ցիտատ կա, որ ասում է, «Այս դարում կրթված մարդը արդեն հին է»։ Այստեղ կրթվող մարդն է արդեն առաջադեմ։ Այն մարդը, որ անընդհատ իր ինքնազարգացմամբ, կրթությամբ, զբաղվում է ու այդ մեծ դեր ունի մեր կյանքում ու մենք պարտավոր ենք դրա վրա ժամանակ ծախսել։ Դա չի նշանակում, որ պետքա գնանք, ասենք, ուսանող դառնանք նորից կամ ինչ որ համալսարանական 4 տարիներ անցնենք, փառք Աստծո, այսօր կա այդ հնարավորությունը, որ որոշակի, product կրթական դու կարողանաս կարճաժամկետում ստանալ ու իմ կարծիքը այն է, որ շատ ավելի լավ կարաս դա ոնց որ ընկալես, քան 4 տարվա ուսանողական կյանքի ընթացքում։ Եթե դու քեզ դա թույլ չես տալի, դու քեզանով չես ոնց է, մենք գնում ենք ջիմ, մենք գնում ենք սպորտի, մենք չգիտեմ առողջ ապրելակերպի մասին ենք խոսում, չծխելու մասին ենք խոսում, ավոկադո ուտելու, դրա հետ մեկտեղ պետքա գա նաև կրթվելը, պետքա դու զարգանաս միշտ, մանավանդ, երբ որ հիմա խոսում ենք AI-ի զարգացման, ուրիշ պրոֆիլների զարգացման, մենակ AI-ը չի, կան տարբեր նոր, օրինակ հենց մեր ոլորտում, այս վերջում հանդիպեցի մի հատ ընկերության սեփականատիրոջ, Չինաստանում արտադրվում է քարի հիմքով, դու իրան արտակինից նայում ես, ինքը քար է, բայց իր հաստությունը 1 միլիմետր է, որը քար արտադրության մեջ անհնար բան է։ Դու իրան կարող ես թեքես, դու իրան կարող ես ծալես, ինչ ուզես կարաս անես, բայց ինքը բնական քար է։ Ու դա գալու է ինչ որ մի կետում մեր շուկայի վրա ազդեցություն ունենա։ Իհարկե չի վերանալու քար արտադրության բիզնեսը, չի դադարելու գործել, բայց օրինակ եթե ինտերիերում օգտագործվում է բնական քար, որը մեր շուկայում էս բան մեծ տրենդ է, մարդը ինչի իր տան պատից կախի 300-400 կիլոանոց քար, երբ որ կարա այդ նույն տեքստուրան ստանա 5 կիլոյով։ Այստեղ ֆինանսական հատվածը ոնց որ չի քննարկվում, էժան է, թանկ է եւ այլն։ Բայց եկել է դրան։ Հիմա մենք պետքա իմանանք, չէ՞ դրա մասին, պետքա հետազոտենք շուկաները, պետքա իմանանք տրենդները, ինչ է կատարվում աշխարհում, ինչ են ստեղծում։ Ես որ Չինաստանում էի, այս դեպքը միշտ պատմում եմ, օրինակ մեր կառուցապատողների հետ որ շփվում եմ, ես մնացել եմ Չենջոու քաղաքում 25 օր, 25 օրվա ընթացքում այնտեղ կառուցվեց մի հատ կամպե։ Կամպեն մեր լեզվով ասած թաղամասն է, պրոստը այնտեղ ստանդարտացված է։ Օրինակ 38 հատ 38 հարգանի շենքերը մի հատ կամպե է, մի հատ թաղամաս է։ 25 օրում են կառուցել։ 25 օրում ես մտել եմ այդ քաղաք, իրանք առաջի կամ երկրորդ հարկում էին, ես 25 օր հետո դուրս էի գալիս, իրանք արդեն վերջացրել էին։ Հասցնում է չորանա ցեմենտը։ Ցեմենտ չկա, իրանք պատրաստի բաներով վերում կոնստրուկցիաներով հավաքում են։ Իրանք շենքը տեղափոխում են, չգիտեմ տեսել ես այդ վիդեոները։ Հա, թաղամաս են տեղափոխում, շենք են տեղափոխում։ Շենքը մտնում է դանգրատներով, ամբարձիչներով վերցնում են, տանում են ուրիշ տեղ։ Մենք մի հատ շենքի համար 3 տարի ժամանակ ենք կորցնում, շինթույլտվության ժամկետը անցնում է, տանում ենք մի հատ վճարում ենք շինթույլտվության ժամկետ ենք երկարացնում ու հետո էլ բողոքում ենք, որ շինթույլտվության բանը, այդ ժամկետնած գումարը ահռելի մեծ թիվ է դառը։ Մարդիկ 28 օրում, 25 օրում եկա թաղամաս են սարքում։ Բայց մեզ ինչքան ժամանակ պետք կլինի, որ հասնենք այդ տեխնոլոգիաներին արդեն։ Շատ։ Սենց ես իհարկե այդ մասով գնահատական չեմ կարող ատամ էքսպերտ չեմ, բայց իմ զուտ կարծիքն է, որ մենք Չինաստանից մոտարապես 150 տարի հետ ենք։ Այսուհետ Homodeus podcast-ը նկարահանվում է Սփինի 12 տաղավարներից մեկում։ Իդեպ այստեղ արդեն գործում է Սփին ակադեմիան, որտեղ ուսուցանվում են արդի մասնագիտություններ։ Այս պայն գրաֆիկ դիզայն, YouTube marketing, YouTube producing, սոցիալական մեդիա մարքեթինգ եւ այլն։ Դուք ունենաք ոչ միայն մեր ժամանակներում շատ պահանջված գիտելիքներ, այլ նաեւ line network, պրակտիկա եւ աշխատանքի հնարավորություն։ Իսկ որպես Homodeus podcast-ի դիտորդ, դուք հատուկ պայմաններով կարող եք գրանցվել նշելով պարտադիր Homodeus կոդը կամ
զանգարելով նշված հեռախոսահամարին եւ ասելով, որ դուք մեր հետևորդն եք։ Ավելի մանրամասն կարդացեք նկարագրություն բաժնում։ Մեզ բացի, այսինքն բացի տեխնոլոգիան իմանալուց ու ցանկությունից կիրառելու մեզ ինֆրաստրուկտուրա էլ է, չէ՞, պետք դրա։ Բացի ինֆրաստրուկտուրան, աշխատանքային շուկան նորից կան կտեղ, հա։ Մենք շատ հետ ենք։ Օրինակ այնտեղ այդ միլիոնանոց քաղաքներում, հա, որ մի քաղաքում 30-40 միլիոն բնակչություն կա, խցանում չես տեսնի։ Ու խոսքը Շանխային չի վերաբերվում, Պեկինին չի վերաբերվում, բայց օրինակ այդ տեսակ քաղաքներում խցանում չես տեսնի։ Մարդիկ հիմնականում մոպեդով են, մոտիկանում են մետրոյի կանգառներին, որ ցանցը ամենտեղ գործում է, ամեն մետրոյի կանգառի մոտ կա մի հատ ահռելի մեծ տարածք, մոպեդի պարկինգ է։ Այնտեղ թողում են իրենց մոպեդները, մետրոյով են էթում գործի։ Դու փողոցներում աշխատանքային ժամին մեծ տալպա, սենց ասած, չես տեսնի։ Հա, իրիկունները մարդիկ իրանց շենքերում են, իրանց բակերում են, վայելում են ինչ որտեղ, բայց աշխատանքի ժամին այդ մարդիկ աշխատանքով են զբաղված ու ամբողջ ոնց որ ռեսուրսն է կիրառվում։ Ունենք մի հատ էլ Չինաստանից է լավ դեպք, բանակի հետ կապված, ծառայության հետ կապված։ Այնտեղ պետքա ծանոթ ունենաս, որ ծառայես։ Հա, լավն է։ Ստեղ հակառակ process-ն է եղել ահագին երկար տարիներ, այնտեղ sense բան կա, աղջիկ չեն տալիս, եթե ծառայած չես։ Օրինակ դու այնտեղ բան մեծ դիրք չես կարող ունենաս, չես կարող լուրջ աշխատանքի անցնես, չես կարող պետական կառավարման համակարգում լինես, եթե դու զինվորական ծառայություն չես անցել։ Իսկ զինվորական ծառայություն այնտեղ շատ քիչ մարդկանց թիվ է ամեն պրիզիվին սենց ասած գնում։ Դու պետքա ծանոթ ունենաս, որ դու կարենաս այդ քիչ թվի մեջ ներգրավված լինես ու գնաս ծառայության։ Ու այդ ինձ սենց հետաքրքիր է։ Թույն։ Ինչ հետաքրքիր է։ Այսինքն եւ մշակութային են նենց արել, որ ծառայելը լինի պրեստիժ, ավելի լավ, հա, շատ հետաքրքիր։ Մեր մոտ էլ մի օր հասնենք, գիտեք, լավ չէ, դա ռազմական գաղտնիք է, չեմ ասի։ Լավ, ուրեմն մենք մի խոսքով եկանք նրան, որ շատ բաներ կան, որոնց չենք կարող ուղղակի կանխատեսենք ու հաստատ ասենք ոնց կլինի, հետեւաբար մեր գործն է պատրաստվել ու փորձել կամած փոքր քայլերով գնալ դեպի դրան։ Հիմա կամած չի տեղի ունենում ձեր ոլորտի զարգացումը, որովհետև շինարարական բում է քաղաքում, ասել ես։ Ու ես աչքովս եմ տեսնում, որ թաղով անցնում ես, մի հատ նորակառույց կա։ Շինարարական բումը փուչի կա, թե դա կաշխատի։ Բոլոր կառուցապատողների հանդեպ իմ ունեցած մեծ հարգանքի հետ մեկտեղ ինքը փուչիկ չի, բայց կարա դառնա փուչիկ, եթե դուրս չգա Երևանի կենտրոնից ու ընդհանուր առմամբ Երևան քաղաքից։ Այն բումը, որ հիմա կա, շփման արդյունքներում է կառուցապատողների, շինարարների անընդհատ քննարկումների արդյունքում կա sense միտում, որ 1-2 տարի ու այդ 2 տարին պետքա օգտագործենք ազգով, հա, շինարարներով, մեր ոլորտով, որ դուրս բերենք Երևան քաղաքից, որովհետև իհարկե կան քաղաքներ, մարզեր, որտեղ կա դրա կարիքը։ Կա շենքերի, օրինակ մեր Արարատի մարզում, հենց Արարատ քաղաքում վարձով բնակարան չես կարող գտնես, չգիտեմ, բնակ ֆոնդը ցածր է, որովհետև նոր շենքեր չկան։ Մարդիկ գալիս են Երևանում են բնակարան գնում, անկախ նրանից, որ ցանկություն կա տեղափոխվելու Երևան, բայց դա 80%-ն է։ 20%-ը այնտեղ ապրել է, այնտեղ մեծացել է, իր կյանքը այնտեղ է, աշխատանքը այնտեղ է, բայց չկա այդ նորակառույց կամ ինչ էլ որ կա սովետից մնացած շատ դեպքերում վթարային շենքերն են, որտեղ մարդիկ այդ լուրջ խնդիր է։ Չեն ուզում, հա։
Այդ նույն եկամտային հարկը, որ դուրս եկավ Երևանից անցավ մարզեր, դա էլ է որոշակի գործիք, որը մեզ օգնելու է գնալ դրան, բայց դա շատ քիչ է, այնտեղ կա հողային տարածքների ձեռքբերում եւ այլն, ինքնարժեք ինչն է խնդիրը, որ Երևանում, այլ ոչ թե մարզերում, ինքնարժեքը։ Եթե կառուցապատողը սարքի ու ստանա նույն ինքնարժեքը, ինքը չի կարող ավելի էժանով վաճառել, իսկ բարձա, որ քաղաքներում, ռայոններում պետքա գինը էժան լինի, որ մարդիկ իրանց կարողանան թույլ տալ, անգամ բնակարան ունեցող մարդը միշտ ուզում է, չէ՞, ինչ որ թարմություն, փոփոխություն, որ կարողանան իրանց թույլ տալ, ասենք իրանց բնակարանը վաճառել, փոքր ներդրում անել այդ գումարի վրա, տեղափոխվել նոր բնակարան, ոչ թե 70-80% ներդրում անել, էլի։ Բայց հնարավորություն չկա այսօր կառուցապատողների համար ավելի մատչելի գնով սարքել օրինակ Արարատի մարզում, Կապանում կամ այլ տեղերում։ Սենց ասեմ, չմտնենք այդ շուկայի, հա, նեղ բաների մեջ, process-ների մեջ կա, բայց այն հնարավորությունը չի, որ իրանք կարողանան այդ ռիսկին գնալ։ Ռիսկը շատ մեծ է։ Իրականում մեծ է, որովհետև դու գնում ես միտեղ, որտեղ ինքնարժեք կարաս իջացնես 10% մաքսիմում, բայց քո ռիսկը այդ դեպքում դառնում է 50%։ Ինչի ռիսկը։ Ձախողելու, չվաճառելու։ Հա, շենքը չվաճառելու։ Շենքը չվաճառելու, այո։ Այստեղ խնդիր է գալի, արդեն ինչ է, կառուցապատողինը ինչ ոլորտ է, հա, իրան սպասարկում են։ Սպասարկում է մեր ոլորտը, սպասարկում է բետոն արտադրողը, սպասարկում է արմատուրա ներկրողը կամ արդեն Հայաստանում արտադրում են արտադրողը։ Եթե ամեն ոլորտ ինքը իրանով, հա, ինքը ցանցային է դառնում։ Իրան ծառայություն մատուցող ցանկացած ոլորտ պիտի կարողանա իր ինքնարժեքը իջացնել առաջի հերթին, որովհետև մի տեղից չի այդ ամբողջը։ Իսկ ինքնարժեքը իջնում է, ասենք, ամեն ոլորտ իր սպეციფიկ բաներն ունի։ Օրինակ, մեր ոլորտի մասին կարամ ասեմ, ուրիշ ոլորտներ չմտնեմ, դիզել, հա, վառելիք, չգիտեմ, աշխատուժ, հարկեր, իհարկե, այդ ամեն ինչն է գոյացնում մեր ինքնարժեքը, որի արդյունքում վերջին 4 տարիներին օրինակ ցանկացած թե բազալտը, թե տրավերտինը 50% գնաճ է ունեցել։ 21 թվականին մինչև տրավերտինի մի քառակուսի մետրը արժեր 6,000-6,500 դրամ։ Հիմա արժի 12-13,000 շինարարական մեծ տեմպերի հետ է կապված։ Որոշակի հա, որոշակի չէ, կապված է ինքնարժեքի բարձրացման հետ, որովհետև դիզելը օրինակ 370 դրամից, եթե չեմ սխալվում, կամ 330 դրամից այդ միջակայքում դարել է ինչ որ մի կետում 500 դրամ, հետո 400 դրամ, դա մեծ նշանակություն ունի մեր ոլորտի համար։ Աշխատուժի բացարձակ բացակայություն կա մանավանդ մարզերում։ Օրինակ շատ դժվար է ու իրանց միջին արժեքն էլ է բարձրացել։ Հա, օքեյ, ես կողմ եմ իհարկե, որ աշխատավարձերը բարձրանա, բայց ինչքան բարձրանում է, այդքան պիտի աշխատուժն էլ հետը համեմատական ավելանա։ Եթե դու բյուջեն բարձրացնում ես, բայց աշխատուժը մնում է նույնը, այդ նույն 1000 հոգին են աշխատում, կոպիտ ասած, հա, քաղաք ռայոնում։ Իրականում բան չի պետք, աշխատավարձը բարձրացնում ես, որ մարդը կարողանա իրան պահի, ու այն մարդը, որ աշխատանք չունի, գա իրան թույլ տա աշխատել։ Բայց դու աշխատավարձը բարձրացնում ես, այդ ֆոնդը չի բարձրանում։ Իրականում Յուքոմը օրինակ իր այդ call center-ներից մի մասը տեղափոխել էր Վանաձոր, եթե չեմ սխալվում, Դիլիջանի զարգացմամբ են հիմա ակտիվ զբաղվում Green Rock-ը ու պիտի ինձ թվում է սկսի հենց դրանից աշխատատեղեր տեղափոխելուց մարզեր, որ մարդիկ նախ ունենան այնտեղ բավական գումար վաստակելու հնարավորություն, գործ լինի, հետո նոր կառուցապատողներին աջակցել, որ այնտեղ սկսեն կառուցապատել, որ այնտեղ սկսեն նորակառույցներ կառուցել, որովհետև ասել դե կառուցեք կգան, այդ չի աշխատի, այստեղ շատ բազմակողմանի հարց է։ Դավիթ ջան, այս վերջի տարիների ռուսական, հա, խնդիրը այդքան մարդ եկավ, այդքան բնակվում վաճառվեց, շատ հետաքրքիր բան ունեմ, հարց ունեմ։ Այդքան բնակարան վաճառվեց, այդքան մեր
դրսի հայերը գնեցին, շատերը որպես բիզնես են հիմա դրան վերաբերվում, հա, չնայած որ անցի ռեկլամ չանեմ, իմ հաշվարկներով մաշվածությունը շատ բարձր է բնակելի։ Օրինակ, եթե դու բնակարան ես գնում վարձակալության նպատակով որ տաս վարձակալության, եթե դու հաշվարկում ես մաշվածությունը նենց ոնց որ բիզնեսում օրինակ կա հաշվարկես, սենց ասած պիտի քո ամբողջ բանը գործունեությունը թողես, զբաղվես դրանով, որ կարենաս պլյուսով դուրս գաս, սենց ասած։ Բայց իրականում սիրունանում է քաղաքը ինչ որտեղ։ Սիրուն թաղամասեր են լինում, մարդիկ կանաչապատ գոտիներ են տեսնում, ունենում իրանց երեխաների համար, հա, խաղահրապարակներ են կառուցում, այդ իհարկե շատ գովելի է։ Փոշի շնչելու հաշվին ժամանակավոր, մինչև շինարարությունը բայց այդտեղ կառուցապատողներին մեղադրելը միտեղ լսեցի, որ ոնց որ պիտի այն գլխից մտածած լինեինք դրա մասին։ Հա, միտեղ լսեցի, որ միաժամանակ Երևանում տրվել է 800 շինթույլտվություն։ Հա։ Աբսուրդ է։ Այդ ասողը նաև մեջ բերեց, որ Բերլինում միաժամանակ թույլատրելի շինթույլտվությունները, եթե չեմ սխալվում, 16-ն է, թե 15-ն է, այն պարագայում, երբ այդ քաղաքը այդքան մեծ է, իսկ մեզ մոտ Եվրոպան լրիվ ուրիշ աշխարհ է, այդ առումով ուրիշ կյանք է։ Օրինակ մենք հիմա Իսպանիայում պրոյեկտ ունենք, եթե չեմ սխալվում, բանում Բարսելոնայում, ուրեմն այնտեղ աշխատանքային ժամը սկսվում է ժամը 10-ին, շինարարական աշխատանքային ժամը։ Հա։ Ժամը 6-ին դու իրավունք չունես որևիցե գործողություն անես։ Ու դրա հետ մեկտեղ այդ բանի սեզոններին, հա, ճամփորդական ժամանակահատվածներում 2 ամսով փակվում է։ Ոչ մի տեսակի շինարարություն չի կատարվում։ Որ օդը մաքրվի, որ շարժը կանգնի, որ տուրիստները իրանց լավ զգան, ման գալու հնարավորություն ունենան, հա, ճանապարհներ չլինեն փակ։ Օրինակ հուլիս Իսպանիայում կոնկրետ հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1 ընկած հատվածը շինարարական ամբողջ բանը փակ է։ Մենք հիմա մատակարարում ունենք, չենք մատակարարում, որովհետև իմաստ չկա։ Մեր մոտ չկա այդ ամենը։ Մեր մոտ չկա, իհարկե չկա։ Բայց շատ լավ կլիներ, որ լիներ։ Չգիտեմ ինչ է լինելու, ամենայն դեպս դրա մեջ դրական բաներ իհարկե կա, վաղ թե ուշ քաղաքը կսիրունանա, վաղ թե ուշ կարվի, բայց այդ ամեն ինչ այդքան մեծ տեմպով ու այդ կարգի ծավալներով պետք է քաղաքը կարողանա դրան դիմանալ, ինձ թվում է այս խցանումների մեծ մասը նաև պայմանավորված է դրանով, որովհետև շարժ է տեղի ունենում, տեխնիկա է գնում քաղաքով անընդհատ։ Իսկ ճանապարհները вообще հաշվարկված չեն իրանց բնակելի բաներով, հա, շինթույլտվություններով։ Օրինակ չեմ կարծում, որ չկա այդ հաշվարկը, բայց խցանումները ինչքան գնում շատանում։ Հենց Ծիծեռնակաբերդի խճուղին արդեն դե հա, դրա մասին ոնց որ չէ անդրադառնում դրան, բայց հա իրականում իմ բանը, հա, պրոգնոզը սենց ասած, որ կառուցապատման շուկայում մնալու են հիմնականում խոշոր խաղացողները։ Շատերդ ինձ գիտեք որպես podcast վարող, բայց չգիտեք, որ բացի դրանից նաև հեղինակել եմ մոտիվացիայի մասին գիրք։ Գիրքը կոչվում է Գրողի տարած մոտիվացիա եւ այստեղ փորձել եմ տեղավորել իմ փորձը եւ գիտական շատ ուսումնասիրություններ, որոնք պատասխանում են մի կարևոր հարցի՝ որտեղ է կորել մեր գրողի տարած մոտիվացիան։ Ալարկոտությունը 21-րդ դարի ամենամեծ խնդիրներից մեկն է, հետեւաբար այս գիրքը կարող է դառնալ ձեր ամենասիրելի ուղեցույցը մոտիվացիա գտնելու հարցում։ Այն կարող եք ձեռք բերել Զանգակ գրատների ցանցից կամ ուղղակի անցեք այս հղումով։ Ձեր կողմից ձեռք բերված ամեն գիրքը նաև աջակցություն է այս ոդքասթին։ Շնորհակալություն։ 4-5 կազմակերպություն ոչ ավել, որոնցից արդյունավետ են լինելու այն կազմակերպությունները, որոնք ինքնասպասարկմամբ են զբաղվելու։ Ու կան հիմա այտենց կազմակերպություններ, որ այդ ռազմավարությունը վերցրել են ստրատեգիան ու տենց էլ շարժվում են։ Իրանք իրանց արտադրած բետոնն են տենց են ինքնարժեքը իջացնելու, էլի։ Իրանք իրանց արտադրած բետոնն են օգտագործում, իրանց ներկրած երկաթն են օգտագործում, չգիտեմ, ցեմենտի արտադրություններն են հիմա շատանում, թեկուզ եւ կլինկերի ներկրման պարագայում, բայց ավելանում են, որովհետեւ մեր ունեցած Արարատ ցեմենտը կամ Հրազդանի ցեմենտի գործանը այս բումին միանշանակ չէր կարողանալու սպասարկել։
Հիմա մարդիկ բերում են կլինկեր, աղում են, դառնում է ցեմենտ, կարում են սպասարկեն։ Կառուցապատողները դրա մեջ են ոնց որ ներգրավված, քար արտադրության մեջ են ներգրավված, ասեմ որ կան բազմաթիվ կառուցապատողներ, ովքեր հենց քար արտադրությունից են դարել կառուցապատող։ Ոչ թե կառուցապատող են եղել, ներդրում են արել արտադրություն, այլ իրանք եղել են քար արտադրող ու դարել են կառուցապատող։ Օրինակ ML mining-ը, եթե չեմ սխալվում, տենց է եղել, որովհետև ML mining-ը սկզբում զբաղվում էր հենց հանքարդյունաբերությամբ, հանքարդյունաբերությամբ էր զբաղվում, հետո դարավ կառուցապատող։ Օրինակ բանը AAB Construct-ը, ինքը քար արտադրող է եղել ու ռեբրենդինգից հետո մի անգամից մեծ բումով մտավ ճանապարհաշինություն, շինարարություն եւ այլն։ Շատ կան տենց։ Ու այդ մարդիկ, ովքեր որ իրանք սպասարկելու են, իրանց մոտ ինքնարժեք է իջնելու, իրանք կարողանալու են պահել իրանց դիրքը շուկայում։ Ես կողմ եմ, որ քիչ լինեն որակով։ Դեռ ունենք պրոյեկտներ տարբեր, հա, մենք իհարկե B2B սեկտորի հետ որպես արտադրող այդքան շատ չենք աշխատում, մեր ավելի B2C սեկտորի հիման վրա է սեփական տների, ճարտարապետական կառույցների, քանդակների, մշակութային կառույցների, հա, բայց ունենք ոնց որ գործընկերներ նաև այդ ոլորտում քիչ։ Միության շրջանակներում բարձա որ շփվում ենք թե կառուցապատողների միության հետ, թե կառուցապատողների հետ անձամբ, թե շինարարների հետ, որպեսզի կան արտադրողներ, ովքեր միտված են B2B սեկտորի հետ աշխատելու։ Մենք ստեղծում ենք այդ կապը, որ իրենք իրար հետ աշխատեն։ Հիմա դուք Պետրոստոնը աշխատում է ոչ միայն Հայաստանի վրա, այլ նաև դրսի շուկայի վրա։ Պետրոստոն Արմենիան ի սկզբանե հիմնվել է որպես քարարտադրող ընկերություն, սպասարկելու մեր ռուսաստանյան ֆիլիալը, ասենց ասած, որտեղ ունենք մեծ պահեստ, այնտեղ առանձին թիմ է աշխատում, վաճառքի բաժին է աշխատում, այնտեղ ղեկավարում է իմ հարազատ եղբայրը, այնտեղ է բնակվում։ Բավական հայտնի է այնտեղ Պետրոստոնը, որովհետև այնց ռիսուրս չէ։ Այո, ունեցել ենք մի քանի լուրջ պրոյեկտներ, որի արդյունքում նաև դարել է շատ հայտնի, օրինակ Sbersit-ի պրոյեկտը, Sberbank-ի Beeline-ի պրոյեկտները, Nvidia-ի պրոյեկտները, ունեցել ենք տենց պրոյեկտներ ու մենք միտված ենք եղել արտահանման վրա, ու հիմա էլ մոտ 70% արտադրության արտահանվում է։ Ռուսաստան շատ չի, այդ բիզնեսի համար շատ ուզում եմ ռիսկային չի 70%-ը հիմնել արտահանման վրա։ Եթե հիմա օրինակ Ռուսաստանի հետ այս վերջին քաղաքական վայրիվերումները որ եղան, հարաբերությունները փչանում է կամաց եւ այլն, լարսում կանգնած ֆուրեր, որոնք չեն կարողանում տեղափոխել ապրանքը Ռուսաստան եւ այլն, ձեր վրա այս ամեն ինչ չի անդրադառնում։ Հա, որպես ինքնարժեքի բարձրացում իհարկե անդրադառնում է, որպես շուկայում մեր կոնկուրենտ շուկաների ոչ թե ընկերությունների, հա, մեզ կոնկուրենտ են Պարսկաստանը, կոնկուրենտ է Թուրքիան, ու Իտալիայի մասին չենք խոսում, որտեվ ինքը մենք իրան կոնկուրենտ չենք, ասենց ասած, իհարկե ազդում է ու որոշակի վերջի 2 տարիներին անգամ նվազել է արտահանման թիվը մեր ոլորտի։ Գնում է արտահանում։ Բայց արտահանում գնում է, դժվարություններով է գնում, Լարսը մեծ խնդիրներ է ժամանակ առ ժամանակ առաջացնում, մեքենաները 30-40 օր կանգնում են Լարսում, բայց դե պրոյեկտներն էլ պետք է արվի, եթե կա սեր դեպի հայկական քարը, եթե գնահատում են դրսում հայկական քարը ու իրենց կառույցներում տենում են, մենք ուղղակի պետք է ուրախ լինենք, որ մեր քարը դառնում է միջազգային բրենդ, ոչ թե մենակ Հայաստանում։ Ու միտված ենք դրան, ոչ թե կոնկրետ Ռուսաստանի արտահանման, մենք տարբեր շուկաներով ենք աշխատում, եվրոպական շուկա, ունենք արտահանումներ Խորվաթիա, ունենք Իսպանիա, ունենք մեծ ոնց որ շուկա արաբական էմիրություններում, որտեղ անգամ մի գործարանը չի կարողանա բավարարել այդ պահանջը, եթե բոլոր իր պատվիրատուներին փակի ու մենակ արաբական ուղղության վրա աշխատի, մի գործարանը չի հասցնի։ Դրա համար կա ստեղծվել է միություն, որտեղ հանդես են գալիս ոչ թե որպես կոնկուրենտներ, այլ հանդես են գալիս որպես միասնական հարթակ։ Օրինակ, եթե ես ունեմ այդ հնարավորությունը արաբական երկրներ դուրս գալու,
ու գիտակցում եմ, որ ես իմ արտադրությունով չեմ կարա դուրս գամ, չեմ բավարարելու իրանց, ինչի համար պրոստը փագեմ պրոյեկտը, ասեմ չէ։ Երբ որ կարող ենք միանալ 3, 4, 5, 6 արտադրողներով ու այդ պրոյեկտը տալ։ Հա, դա էլ իր բարդություններն ու դժվարությունները ունի իհարկե, որակական մոտեցման, փաթեթավորման մասով, բայց միության շրջանակներում եկել ենք նրան, որ ունենալու ենք ստանդարտ, միության անդամ արտադրողները առաջնորդվելու են այդ ստանդարտով։ Դա մեզ կօգնի ավելի մեծականակ արտահանման։ Եկել եք կոնսենսուսի։ Դժվարությամբ Ես եթե ուզում ասեի Հայաստանում ահա որ դժվար է կոնսենսուսի գալ, հատկապես բիզնեսի մարդկանց հետ, որովհետև ամեն մեկը ունի իր ամբիցիաները, հատկապես սովետական միություններից եկած իրենց համոզմունքներով, բանով շատ դժվար է։ Հա, դժվար է, իրականում միության զարգացումը ինքը դեռ ոնց որ նորաստեղծ է կարելի ասել, ընդհանրապես մի տարվա կյանք ունի, բայց որ ասում չեմ հիասթափվում ու վստահ եմ, որ ժամանակի ընթացքում փոքր քայլերով կգանք այն եզրանկմանը, որ պետք չի իրար նայել որպես կոնկուրենտ։ Կոնկուրենցիան լավ բան է, իհարկե, բայց կոնկուրենցիան կարա լինի մատուցված ծառայությունների սերվիզի մասով, որ լավ բանի համար իրար կոնկուրենտ համարենք, հա, որս ավելի լավ սերվիս կտա, որ մեկս ավելի լավ փաթեթավորում կանի իր պրոդուկտը, այդտեղ մեկս մյուսից սովորելու բան կունենանք, բայց զուտ պատվերը ես 10% ավելի էժան տամ, բայց այդ պատվերը գա իմ մոտ ոչ թե Պողոսի, Պետրոսի կամ Մարտիրոսի, այդ փչանումը ամբողջ շուկան, այո։ Իդեպ առաջ էշի հասկանում այդ նու առաջ ասելով տենց ուսանողական տարիներն ասում են գին իջացնել ես շուկա փչացնել ասում եմ ինչ է իջացրու գինեն բոլորից էժան դիր կշահես բայց հետո հասկանում ես հետո տնտեսագիտություն էի սովորում հետո հասկանում ես որ երբ որ դու գինես իջացնում բոլորն են իջացնում ստիպված բոլորն են սկսում քիչ աշխատել բոլորի մարժան կրճատվում է մեծ թվով ու շատերս փակվում են շատերը դուրս են գալիս շուկային կոնկուրենցիա անելը աբսուրդ է էլի ուղղակի աբսուրդ է ես հիշում եմ մեր գործընկերն ես բոլորին ասում եմ գործընկեր որովհետև բոլոր քար արտադրողները ինչ որ միտեղ հանքի մասով իմ համար գործընկերներ են իմ պատվիրատուներն են սենց ասած հա ու ես իրանց հետ հարաբերվում եմ շփվում եմ որպես գործընկերների մեր գործընկերներից մեկը մի օր եկավ իմիջիալոց դե մեջ բերեմ որ գաղափարական ցիպոչքեն փակվի հա մեր արտադրությունը միակն է տարածաշրջանում որ արտադրությունը տեղակայված է հենց հանքարդյունահանման գոտում քան լոկացիա տարբեր չի բեռնափոխադրում չկա ասենք լոգիստիկ ծախսեր չկան եւ այլն ու ինքը տարածաշրջանում միակն է տենց ու մեր գործընկերներից մեկը եկել է ասում է դա հանքի վրա հենց իրա բարերով հա հանքի վրա գործարանը դրել ես հեսա սաղից ոնց որ շուկայից հանելու ես քո մոտ ինքնարժեքը ցածր է դու ինչ գնով ուզես կարաս ծախես չեմ պատրաստվում ես անգամ իմ մատուցած ծառայությունների հիման վրա որակի հիման վրա փաթեթավորման որակի հիման վրա ես ավելի թանկ եմ ծախելու քան դուք եկեք այդ մասով գանք ընդհանուր հայտարարի ու տենց էլ եղել է հիմա շուկայի ոնց որ ուսումնասիրության շրջանակներում որ նայում ենք մենք թանկ վաճառող հա կազմակերպություններից մեկն ենք համարվում քարտադրողների միության շրջանակներում էլ ու դրանից դուրս էլ եթե չեմ սխալվում դու օգնում ես խորհրդատվությամբ ընկերություններին արտադրող որպեսզի իրենց բիզնեսը զարգացնեն սենց ասեմ ես ավելի շատ իմ փորձը իմ ունեցած գիտելիքը պատրաստ եմ կիսվելու Այս առումով պարադոքս չկա, որ դու քո մրցակիցներին փորձում ես զարգացնել։ Չէ, որովհետև մի քիչ առաջ ասացի ես, որ ոչ մեկին որպես մրցակից չեմ նայում։ Բայց քո բիզնեսին չես վնասում։ Ընկերներն են։ Ոչ։ Իմ բիզնեսին չեմ վնասում մի քանի պատճառներով։ Պատճառ 1 մարքեթինգ, որը մեծ դեր ունի, ու նաև այդ մասով ենք հիմա փորձում product մշակել ու ներգրավել մեր քարարտադրողներին, որ իրանք էլ ունենան հասկանան մարքեթինգն ինչ է, ունենան մարքեթինգ, ունենան որակով, հա, Facebook, նույն Facebook-ը կամ Instagram-ը, ունենան
բայց մի քիչ ավելի որակով, որ իրանց մարդը երբ որ առաջի բանը, հա, վիզուալն է։ Երբ որ տեսնում են լավ վիզուալ, տեսնում են, ասենք ինչ որ լավ մտահղացում, կրեատիվություն, անկախ իրանից վստահությունը այդ կազմակերպության հանդեպ մեծանում է։ Իհարկե։ Իսկ մենք ունենք արտադրողներ, ովքեր հենց իրանք լինելով բիզնեսի սեփականատերեր, իրանք են փորձում այդ Facebook-ն ու Instagram-ը վարել, որը ընդհանրապես կապ չունի էլի մեր ոլորտի հետ։ Այդ մասով չէ, դա անգամ եթե ոնց որ նայենք այդ տեսանկյունից, որ կարող են վնասել ինձ, բայց մյուս կողմից էլ որ նայում եմ դիտարկում եմ որպես ընդհանուր միջավայր հարթակ, հա, քարարտադրության, դիտարկում եմ որպես մի օբյեկտ։ Ու այդ օբյեկտը ինչքան մեծանա, ինչքան զարգանա, ինչքան հզորանա, ինչքան կարողանա միջազգային շուկաներում իր դիրքը բարելավի ու տա որակ, այդքան բոլորի համար լավ։ Այդքան էլի իմ համար օգուտ է։ Անկախ նրանից ես մարդ եմ, ով որ ցանկացած պահի կարա այդ բիզնեսից դուրս գա։ Ցանկացած պահի, բայց ոլորտից չեմ պատրաստվում դուրս գամ։ Այստեղ մի հատ շատ բան պրոբլեմ կա, հա։ Ես կարամ արտադրություն չունենամ, բայց ես այս ոլորտում էփվել եմ, զարգացել եմ, մեծացել եմ, սովորել եմ ու եկել է հիմա ինչ որ մի հատ պահ, որ ես ուզում եմ, որ իմ գործընկերները, իմ ոլորտի ընկերները, հա, ճակերտերի մեջ կոնկուրենտները կարողանամ իրանց ինչ որ մի բանով օգնեմ, օրինակ այն ֆինանսական, հա, պայեստային ծրագրերով, որով սերվիսներով, որով մեր ընկերությունն է աշխատում, որտեղ դատաբազաները Գերմանիայում են ու ոնց որ այդտեղ կա դրված կոնկրետ ծրագրեր մեր ոլորտին ուղղված ծրագիրը настройкայի արածնենց, որ ինքը ոնց որ սպეციფიկ մեր ոլորտի համար լինի։ Ու հեշտացնում է գործը, մարդը կարողանում է իմանալ իր պայեստում եղած ապրանքի քանակը, որակը եւ այլն։ Ինչի համար չկիսվեմ։ Կամ եթե օրինակ ես ստեղծել եմ Stone Market ինովացիոն հարթակը, marketplace-ը։ Ես դա չեմ ստեղծել մենակ իմ արտադրանքի համար, ես դա ստեղծել եմ մեր արտադրողների product-ը միջազգային շուկաներում, նաև հայկական շուկայում կարողանամ առաջ խաղացնեմ, վաճառեմ, որ իրանք էլ զարգանան, իրանց մոտ էլ օգուտ լինի, չէ՞։ Ես այդ տեսանկյունից եմ ոլորտին նայում, չեմ նայում որպես կոնկուրենտ։ Հիմա ինչքան շատ ընկերություններ կմիանան Stone Market-ի գաղափարին, այդքան շուտ Stone Market-ը դուրս կգա Հայաստանի սահմանից ու կդառնա միջազգային marketplace, որը շուկայի ուսումնասիրության արդյունքում չկա։ Դրսում ամբողջ աշխարհում որպես marketplace բնական քարերի ոլորտում չկա։ Կան մարքետներ, որտեղ դու կարողանում ես տեսնել, բայց քո գնման process-ը արդեն դա անցնում է ամեն մեկի մոտ առանձին, նույն Alibaba-ի նման կամ AliExpress-ի նման, կա չինական կա stonecontact.com, բայց ընտեղ էլ լրիվ առանձին է այդում։ Մեր պարագայում դու կարողանում ես նույն Wildberries-ի, Ozon-ի կամ Amazon-ի նման տանը նստած կատարես գնում։ Այդ նաև կմոտիվացնի նրանց, ովքեր բուն հանքարդյունաբերության մեջ չեն, հանք չունեն քարի, բայց ունեն լավ բիզնես մտածողություն ու կարան օրինակ կազմակերպեն հենց process-ը, այսինքն մարդ տունը նստած գալիս է քար արտադրողի մոտ, ասում է հոպար ջան, դու ոնց որ marketplace-երից, ալգորիթմներից հեռու ես, ես մոտ եմ, արի համագործակցենք, դու ինձ տուր այս քանակի քար, ես դա կփաթեթավորեմ, մարքեթինգ կանեմ, կտեղադրեմ մարքեթ, դուրս կհանեմ դրսի շուկա, ինձ տուր այսքան տոկոս։ Նոր մասնագիտություն։ Ինքը, հա, ինչ որ կարա դա նաև լինի որպես նոր մասնագիտություն, որովհետև Stone Market-ը ինքը իր բազայում ռազմավարության մեջ չունի նպատակ 100 աշխատակից ունենալու, ունի նպատակ ինքնին որպես marketplace զարգացնելու։ Կարա լինի մարդ, ով որ ցանկություն ունենա, մոտիվացիա ունենա, ասի ես ոնց որ ձեր աշխատողը չեմ, ձեր համար ծառայություն եմ մատուցում, ընդեղից product-ը վերցնում եմ, փաթեթավորում եմ, ես ընդեղից էլ իմ տոկոսը պիտի ունենամ, ձեզանից էլ պիտի իմ տոկոսը ունենամ։
Իհարկե մենք բացենք ու կարելի է այտենց բաներ կազմակերպել։ Ինքը նույնիսկ ինձ թվում է մենակ քարարտադրողից էլ տոկոս ստանա, բավական լավ բիզնես է, որովհետև քարարտադրողը ունի քար, որը օրինակ կվաճառեր հաջորդ տարի, ինքը դա այսօր կվաճառի, վաղը նորը կարտադրի։ Այո, իհարկե։ Այնտեղ այդ մարդը կարա մի քանի քարարտադրողի հետ միաժամանակ համագործակցի։ Քարարտադրությունը նենց է, որ ամեն արտադրություն, ինչքան էլ մեր արտադրողները դա չընդունեն, դրան դեմ լինեն, ինչ որ մի product շատ լավ է արտադրում։ Հա, օրինակ կա արտադրություն, որը երեսպատման սալիկները շատ լավ արտադրում է, բայց ինքը դիզայներական դետալները լավ չի արտադրում կամ չգիտեմ, ճարտարապետական դետալները լավ չի ստացվում իր մոտ։ Պետք չի սենց սաղ սալիկ ես լավ արտադրում, դու այդ քո սալիկի արտադրությունդ մեծացրա, դարձրա քո սալիկը որպես բրենդ, թող այն մեկն էլ որ ճարտարապետական դետալն է լավ արտադրում, դրա մասնագիտացումն ունի, դու ինքն էլ այդ ուղղությունը վերցնի։ Մեկը շուկան մեկն է, ու շուկայի պահանջն էլ է մեկը։ Մենք եթե գանք այդ կոնսենսուսին, որ սալիկ արտադրողը արտադրում է իր սալիկը, դետալ արտադրողը արտադրում է դետալը, մենք ահագին մեծ ոնց որ բան կունենանք, ուղղորդումներ կունենանք։ Դեն կազմակերպություններն էլ 1200 քարարտադրող կազմակերպություն է գրանցված Հայաստանում։ 1200, այդքան արտադրում են, բայց ոչ։ Այդտեղ արեստավորներն են որպես կազմակերպություն գրանցվել որպես քարարտադրող։ Բայց իրանք ընդամենը իրանց տան հայաթում, չգիտեմ, աստիճան են սարքում կամ պատուհանագոք են սարքում։ Իրանք էլ են համարվում քարարտադրող։ Քարարտադրողն էլ է համարվում ու դաժե կան դիզայներական կազմակերպություններ, որոնք երեք քարարտադրող են գրանցվում։ Որ հարկ քիչ տան։ Ես միության այդ շուկայի ուսումնասիրության ժամանակ երբ որ ունեցա այդ թիվը, թե քանի քարարտադրող ընկերություն կա, դրա մեջ ահագին մեծ քանակ կա, փակված արտադրություններն են, բանկրոտի գնացած արտադրություններն են, սննկացածներն են, չաշխատողներն են, կան որ աշխատանքային վիճակում են, բայց վաճառք չեն կարող իրականացնել, դրա հիման վրա են փակվել։ Հիմնականում գործող 300-400 քարարտադրող ընկերություն կա։ Բավական շատ է։ Հա, տարբեր մասշտաբների իհարկե, բայց կա։ Շատ լավ է։ Մեր ոդքասթին եւ ինձ որպես հեղինակ աջակցելու համար արդեն հնարավորություն ունեք ոչ միայն լայքելով եւ դիտելով, այլ նաեւ ֆինանսապես։ Patreon-ում մեզ աջակցելով կնպաստեք նրան, որպեսզի Homodeus-ը լինի ավելի որակյալ եւ իհարկե երկարատև։ Բաժանորդագրվելու համար անցեք այս QR կոդով եւ դարձեք մեր աջակիցը։ Շնորհակալություն։ Քարարտադրողների համար ու կողքից տպավորություն որ քարարտադրման մեջ որպեսզի հաջողես պետք է քեզ լավ կապեր, որ կարողանաս վաճառես քարդ, բայց մեր խոսակցության ընթացքում իմ կարծիքը փոխվեց, որովհետև հիմա եթե կառուցապատողը վարձում է մարքետոլոգ, այդ մարքետոլոգը շուկայի ուսումնասիրություն է կատարելու ու նայելու է որ քարարտադրողն ունի մարքեթինգ, այսինքն այսօր կարևոր է երկուսն էլ։ Հա, իսկ ես քեզ ասեմ ավելի կարևոր բան, դու գիտես որ ChatGPT-ն էլ որպես ռեկլամնի պլա շատ կաշխատում։ Հա, այսինքն հա ճիշտ է, դու կարող ես հարցնել ChatGPT-ին Հայաստանում։ Իրականում կարող ես հարցնես Հայաստանում որ ընկերությունից արժի քար առնել։ Ճիշտ է։ Ինքը քեզ բերում է top 3 կամ top 5 կազմակերպությունները։ Փորձել ես Պետրոստոնը կա։ Առաջի տեղում։ Առաջի տեղում։ Հա, սալիկների արտադրությունում առաջի տեղում է։ Հա, ու այդ կոնկրետ մարքեթինգային գործիքների արդյունքում է դու ChatGPT-ի մեջ ռեկլամ չես կարող միացնես, իրան գործիքակազմ չես կարող անես, ինքը ուսումնասիրում է սոցհարթակները, քո դիրքը սոցհարտակներում ու ըստ դրա արդեն համեմատումը սարքում է իր համար։ Մեր դիտողները չգիտեն, մենք մինչև եթերը խոսել ենք Տարոնի հետ ու պատմեցիր, որ դուք հիմա նկարում եք ռիլեր, վիդեոներ, զբաղվում եք ընկերության PR-ով ու մարքեթինգով, նաև համերգ եք կազմակերպել, հրավիրել եք մարդու արտիստի, որ առաջին անգամ ձեր հրավերով է եկել Հայաստան ու կոնկրետ անում եք այն ինչ ոչ մեկս չենք պատկերացրել կամ ոչ մեկ տարիներ շարունակ, տասնյակ տարիներ շարունակ չի արել այս ոլորտում։ Շնորհակալ եմ Դավիթ ջան նախ այդ կարծիքի համար, բայց ասեմ երբ որ մի քիչ առաջ ասեցի, պիտի այդ գործը, այդ ոլորտը պիտի սիրես։
երբ որ դու սիրում ես այդ ոլորտը, այդ մտքերը, գաղափարները, հա, անկախ քեզանից գալիս են։ Քիչ առաջ խոսեցինք strike ball-ի մասին, հա, ոչ մեկ չէր կարա պատկերացներ, ու ես ինքս այդ մինչև եթերն ենք խոսել։ Հա, մի ամիս առաջ ոնց որ ինձ հարցնեին, կարող ասեի չխորանայել դրա մեջ։ Ուղղակի տեսա մի հատ ռոլիկ, որտեղ մեր Ղազախստանի բիզնես ակումբներից մեկը կազմակերպել էր, ռոլիկը ընդհանրապես այդ հոլովակը ինձ ոնց որ գրավեց, մարքեթինգին այդ խորհրդակցություն, sense բան կարում ենք կազմակերպենք թե չէ, ու իրիկունը տունը նստած կնոջս հետ ոնց որ քննարկում եմ այդ process-ը, որ sense բան ենք անգամ հանքում կազմակերպելու մասին, ես չեմ մտածել այդ բան, հա, ու քննարկում ենք, որ sense բան ենք մտածել, sense բան ենք ուզում անենք, ասես շատ թույն կլինի հանքում էլ որ այդ process-ները կա, ասի հանքը չէի ֆայմը, այսինքն հանքի բանը ամեն ինչ մտածել չէի ներդրել այդ ամբողջ գաղափարի մեջ, այդ հենց այդ բան մարքեթինգ այդ գործողությունը կատարվելու է հանքում։ Զանգ մարքետոլոգին։ Հա, ու վсё, փարկաստու մարքետոլոգս շատ լավն է, ու ինձ կես խոսքից հասկանում է, թե գաղափարական արդեն եկել ենք, հա, իհարկե ժամանակը անցել ու եկել ենք այն ուղու վրա, որ միառժամանակ կարանք նույնանման մտածենք, այդ շատ կարևոր է։ Երբ որ քո մարքեթինգ դու չես կարա լինես համ մարքետոլոգ, համ բիզնեսի ստրատեգ, համ ֆինանսիստ, չես կարա ֆիզիկապես էլ չես կարա լինես, ու որ այդ բոլոր, հա, գործընկերները իրականում ես իմ թիմին, back office-ին համարում եմ իմ գործընկերները։ Երբ որ գործընկերներով մի ճանապարհով եք գնում, մի նավի մեջ եք, սենց ասած, շատ լավ ալնում, գաղափարապես էլ լավ լինում, որ թույն իդեաներ ա գալի։ Նակ այդ նույն համերգի կազմակերպման գաղափարը ինքը այդքան էլ համերգ չէր, ինքը հայկական քայլի փառատոնի շրջանակներում էր ու այս տարի 5-րդ հոբելյանական տարին էր փառատոնի։ Եկանք դրան, որ ստացվեց իրականում ու ինչի՞ չէ, եթե մարդկանց դուր է գալիս այդ միջավայրը, անկախ իր տարածքային փոշոտ լինելուց, հա, դուր է գալիս, չգիտեմ, քաղաքից հոգնել են, ռեստորաններից հոգնել են մարդիկ։ Իրանց այլընտրանք է պետք։ Իսկ այդ այլընտրանքը կարա լինի հենց հանքում, ինչի՞ չէ։ Հետաքրքիր է, շատ հետաքրքիր է իրոք։ Ու հենց այդտեղ կարելի է լիքը թույն, օրինակ մի հատ դեպք պատմեմ, հիմա մարքետոլոգս ինձ որ նայի կռվելու է այդպես, բայց ոչինչ։ Ուրեմն եկավ առաջարկով, որ Հայաստան-Պորտուգալիա խաղը դիտում կազմակերպենք հենց հանքում մեծ էկրանի վրա, տենց ահագին երկար քննարկեցինք, հասկացանք, որ ժամանակով կարող է չտեղավորվենք, այդ կազմակերպչական աշխատանքի մեջ բան, այդ ժամանակ դեռևս տոմսերի վաճառքը բացված չէր։ Մի 15 օր հետո էր բացվելու, հա։ Ասես տոմսերը վաճառվելու է, հետո չեն կարենալու էլ արդեն ընդհանուր ուշա լինելու, հա, կազմակերպելու համար։ Ասենք լավ դե ոչինչ, մյուս անգամ ավելի լավ կպատրաստվենք, ոնց որ կանենք տենց ինչ որ բան։ Ու այս տոմսերի հետ կապված միջադեպը վստահ եմ, որ տեղակ ես որ բացել են, կայքը չի աշխատել, ու բայց չաշխատելու հետ մեկտեղ Instagram-ում ու TikTok-ում բոլորը տոմս են վաճառում, գլեր ասում էր, տեսար ինչ եղավ։ Ինչ հնարավորություն մենք բաց թողեցինք։ Բայց պլաշատկա է, որը կարելի է օգտագործել։ Միանշանակ։ Ընդհանուր առմամբ գաղափարը այդտեղ է։ Հիմա համագործակցում ենք տուրիստական ընկերությունների հետ, հա, դրսի տուրիստներին, որպես օրինակ գալիս են մեր ճանապարհով անցնում են դեպի Տաթև, Նորավանք եւ այլն։ Դա էլ է մշակութային վայր, որտեղ կարող եմ տեսնել աշխատանք, որը կառուցում է մեր երկիրը ինչ որ չափով։ Հա, սենց ասած շենքերի աբլոշկան, Երևանի աբլոշկան, երեսպատումը մեր մոտ է չէ իրականացվում։ Քաղաքի մեյքափը իրականացվում է քարահանքերում կամ արտադրություններում ու շատ հետաքրքիր է իրանց։ Ես ասեմ, որ ինչքան դրսի պատվիրակություն ունեցել ենք,
իրանք sense wow էֆեկտով են մեր մոտից գնացել, իրանք շատ է դուր եկել ու անգամ մարդիկ դիմում են մեզ ֆոտոշութեր կազմակերպելու համար մեր մոտ, նկարահանումներ կազմակերպելու համար, ինչ որ բրենդային ու այդ ինձ ոնց որ Ափսոս Գոր Վարդանյանը հիմա կինոներ այդքան շատ չի նկարում, ձեր հանքերը ուժեղ տեսարաններ այդ sense ասած հարց է։ Հա, չնայած կարող է նկարի, չէ։ Գոր Վարդանյանը եթե դիտում է, բանում ֆիլմում բազալտի հանքներ, հենց AB Construction-ի Գոր Վարդանյանի ֆիլմում։ Չէ։ Աղա Ալիմյանը ծանր հիվանդ էր, որ տենց սկսում է գիրքը, դրա այդ գիրքի հիման վրա կինո էին նկարել։ Մկրտիչ Արզումանյանն էր խաղում, տոպ դերասաններն են մեն ու շատ լավ էր ստացվել։ Այդտեղ Մկրտիչ Արզումանյանը հենց այդ հանքատիրոջ կերպարն էր տանում ու նկարահանվել էր բազալտի հանքում։ Հետաքրքիր է։ Ու կարելի է այդպես բաներ շատ մտածել ու թույն բան կարա դառնա իրականում կարելի է հանքերը ներկայացնել աշխարհին, որովհետև տրենդն էլ է այդպես։ Օրինակ այս տարի Emporio Armani-ն իր բանը կորպորատիվը կատարել էր Կարարայի հանքում։ Այդ ֆոտոները, վիդեոները կան։ Կարարայի իհարկե փակված հանքավայրում էր, Մարմարի, բայց կորպորատիվ էին անցկացրել այդտեղ։ Հետո մենք Emporio Armani-ն մենք համարվում ենք քարերի երկիր ու մեր բրենդինգում արկա է քարը պարտադիր, եթե ոչ հիմնական դերն է խաղում ու հետեւաբար մենք որպես երկիր պետքա շատ ուշադրություն դարձնենք իրան որպես տուրիստական տեսանկյունից, շատ կարևոր է դա։ Այդ առումով այո շատ աշխատանք ունենք անելու ու պետքա միավորվել։ Տարոն ջան, շատ հետաքրքիր զրույց ունեցանք։ Շնորհակալ եմ քեզ հյուր գալու համար։ Շնորհակալ Դավիթ ջան, հրավերի համար։ Գործերը սպասում են, շատ բան կա անելու, հուսամ եւս մեկ անգամ կհանդիպենք ու այդ ժամանակ արդեն Stone Market-ը կլինի միջազգային, արդեն շատ գործընկերներ կներգրավեք դրսից ու դուք ասես Ղազախստանի շուկայի հետ այդ ինչքան տանջվեցինք, մինչև միավորեցինք, ռուսները լավ միավորվեցին եւ այլն։ Կուզեմ այդպիսի զրույցներ լինի, որ այդ ժամանակ մասշտաբը իրոք լինի ոչ միայն ԱՊՀ, այլ նաեւ մեր տարածաշրջանից դուրս։ Շնորհակալ եմ շատ Դավիթ ջան։ Ապրեք ձեր գործի համար, որ դուք անում եք։ Դուք ձեր էքսպերտային կարծիքներով, sense podcast-ներով, հարցազրույցներով մեզ մոտիվացնում եք ու մեզ օգնում եք այդ հարցում ու ես մեր միության շրջանակներում ունենք նախատեսած ամեն ամիս ինչ որ event, որը միտված է բիզնեսի զարգացմանը, մարքեթինգային թեմային, ու մեծ սիրով քեզ քո էքսպերտային կարծիքը կազմակերպեմ մեր արտադրողները թող հանդիպեն քո հետ լսեն քեզ որպես երիտասարդ էքսպերտ բիզնեսի զարգացման ուղղությամբ ու հաստատ լավ պրոդուկտներ կարանք միասին նաև իրականացնենք։ Պայմանավորվեցինք։ Շատ լավ։ Մինչ հանդիպում։ Մերսի։